5 տարի առաջ Հայօգնության ֆոնդի աջակցությամբ Շուշան Ղալեչյանը Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղում սկսել է զբաղվել չրագործությամբ։ Նրա խոսքով ջրի պահանջարկը մեծ էր եւ այդ պատճառով նա ամուսնու հետ որոշեց հիմնել ընտանեկան փոքր բիզնես։ Մտածեցինք, որ դրա պահանջարկը կա, որովհետեւ մեր շրջանում չկար, միրգը շատ կար, բայց ջիր անողներ չկային եւ ուրիշ տեղից էին մարդիկ ջիր առնում։ Հենց դրա համար որոշեցինք, որ նպատակահարմար է ջրի արտադրություն բացել։ Հայօգնության ֆոնդը ծրագրով եկավ մեր գյուղ ու մենք ծրագիրը ներկայացրինք, որ ուզում ենք ջիր արտադրենք, մեզ օգնեցին իրանք։ Մեզ տրամադրեցին ջրի ապարատ եւ սառնարան եւ սկսեցինք աշխատել։ Առաջին տարին շատ քիչ էինք արել, փորձնական, բայց զգացի, որ հավանեցին մեր արտադրանքը եւ սկսեցի շարունակել։ Դա արդեն 5 տարի է զբաղվում ենք ջրարտադրության ու հետս հետ ավելացնում ենք տեսականին։ Թթուլավաշներ ենք պատրաստում, կոնֆետներ ենք պատրաստում։ Ջրային կոնֆետները բնական են, առանց շաքարավազի, կան շոկոլադապատված եւ կան առանց շոկոլադապատելու։ Շուշանը մեծ ուշադրություն է դարձնում հաճախորդների կարծիքին, այն համարելով արտադրանքի կատարելագործման կարևոր նախապայման։ Նրա խոսքով հաճախորդների արձագանքները իրեն շատ են ոգևորում եւ խթանում շարունակաբար կատարելագործվել իր աշխատանքի մեջ։ Հաճախորդի կարծիքը մեզ համար կարևոր է։ Հիմնվում ենք բոլոր կարծիքները լսում ենք եւ հիմնվում ենք իրենց կարծիքների վրա։ Եվ մարդկանց արձագանքներն են ինձ ավելի հաճելի, որ գնահատում են, ասում են քոնը ավելի լավն է, քան ասենք ուրիշ տեղերից, որ վերցնում ենք այն։ Այդքանը ինձ հերիք է, որ ես թևավորվեմ։ Դեռ աշխատում ենք, ուսումնասիրում ենք, տեսնենք էլ ինչ կարելի է պատրաստել, էլ ինչ ձևերով պատրաստել, որ ավելի թարմ տեսք ունենա, ավելի գեղեցիկ լինի եւ ավելի հաճելի լինի օգտագործելը։ Եղել են, որ փչացել են, եղել են լավ չի ստացվել, բայց չենք նեղվում, դե հիմա այդպես էլ կարա լինի, լավը չի եղել, չենք վաճառել։ Հետս հետո սովորեցինք, բաժվեցինք, որ ոնց պետք է լինի, խորհուրդներ հարցնենք տարբեր ջրագործներից, չենք ամաչում հարցնել, հարցնում ենք, իմանում ենք, սովորում ենք, ինչքան աշխատում ենք, այնքան ավելի շատ ենք սովորում։ Շուշանի պատրաստած ջրերը էկոլոգիապես մաքուր են, օգտագործվող մրգերի մեծ մասը տեղական ծագման է եւ բարձրորակ։ Արտադրական գործընթացում Շուշանի ամուսինը եւս ակտիվ ներգրավված է, օգնելով մրգերի ձեռքբերման եւ պատրաստի արտադրանքի առաքումների կազմակերպման հարցում։ Գնորդը կարող է հանգիստ լինել, ոչ մի վտանգավոր բան չկա, մաքուր է, ամեն ինչին հետևում եմ։ Ես պատրաստում եմ այնպես, ինչպես պատրաստում եմ ինձ համար, եթե ես դա չօգտագործեմ, ես ուրիշին չեմ վաճառի։ Հատ-հատ բոլորը լվանում ենք, հատ-հատ կորիզներն ենք անում կամ հատ-հատ կեղևա զրկում ենք, հետո փռում ենք հատ-հատ, այդ բոլորը պետք է անընդհատ շուռումուռ տանք, որպեսզի չփչանա։ Մի խոսքով հատ-հատ աշխատանք է, ու բավականին երկար ժամանակ մենք ամբողջ ամառվա ընթացքում պատրաստում ենք, որ միանգամից զմռանը վաճառենք։ Մենք գիշերներն ենք զբաղված լինում, որ բերում ենք միրգը, պետք է անմիջապես ամեն գործ թողնենք ու զբաղվենք ջրի գործով, որպեսզի միրգը չփչացնենք, չգերհասունանա, կամ եթե շուռումուռ տալու է, պետք է անպայման անեմ, որ ժամն ուզում է լինի, որպեսզի տակերը չփչանա, աշխատում ենք ուշադիր լինել, որպեսզի չփչանա։ Շուշան Ղալեչյանի համոզմամբ յուրաքանչյուր աշխատանք ունի իր գնահատողները, պարզապես անհրաժեշտ է աշխատել նվիրվածությամբ, ստեղծել որակյալ ու յուրահատուկ արտադրանք եւ արդյունքը անպայման կլինի տեսանելի։ Պետք չի մտածել, պարապ նստել ու մտածել, որ ով պետք է մեզ գումար տա, որ մենք օգտագործենք։ Կարելի է ինչ որ բան ձեռնարկել, անել եւ միշտ էլ պահանջարկը կա, միշտ։ Միայն կարևորը լավ ապրանք լինի, որակյալ լինի, սիրով եւ հաճույքով պատրաստված։